Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը վերածվել էր խորհրդանշական աշխատանքային հարթակի։ Հոեյդա Քանաքեռ Զեյթուն համայնքի Արամ Պողոսյան կոմիտեության անդամները եկեղեցու հոգևորականների հետ համաձայնեցնելով հարակից 5 գերեզմանատան տարածքում կազմակերպել էին շաբաթօրյա և ծառատունկ։ Գարունն այս տարի երկար ու անձրևառատ է, խնձորի, տանձի, նուշի, ծիրանի, կեռասի, ընդհանուր 7 տեսակի բերքատու ծառերի տնկիները բերված Հայաստանի հյուսիսային շրջաններից դեռևս կհասցնեն ջերմանալ մայիսյան արևից և ամրանալ մինչև աշուն։ Զատիկից առաջ էր, որ Տեր հոր հետ հանդիպեցինք, պայմանավորվեցինք իր թույլտվությամբ, որ տարածքը բարեկարգենք։ Մենք նախատեսել էինք ապրիլ ամսին անեինք, որը որ նախատեսում էինք ապրիլ 24-յան իրադարձությունների հետ, կյանք տանք բնությանը, մեր հայրենիքին շարունակություն տանք, սակայն եղանակները ապրիլի այնպիսին էին, որ չէր ստացվում կազմակերպել։ Ինչպես նկատեցիք, ստեղ ջրի խնդիր կա, մենք միանգամից դրան էլ ենք անդրադարձել, այսօր ծառատունկ անում ենք, այնուհետև ջրի ոռոգման հարցն ենք լուծում, որպեսզի այս ծառերը անընդհատ սնուցվեն, ջրի պակաս չզգան ու անպայման կյանք ստանան հաճախ։ Նպատակը որ ցույց տանք, որ եկեղեցու կողքին ենք եւ դեր ենք կանգնում մեր եկեղեցին, խնամում ենք, միշտ կողքին ենք։ Միշտ հերթական ծրագրեր էլի ունենալու ենք համայնքի հետ կապված, էլի նպատակը դուրս գալ, համայնքի հետ շփվել, խոսել, իրենց խնդիրներին ծանոթանալ մոտիկից։ Մեր համարյա ընկերների մեծ մասը ստեյի բնակիչներ են եւ իրենք բարբերաբար գիրակի օրերը դատիրը սպատարակին եւ ասենք զադիկներին, առիթներին եկեղեցիս հաջողվում են այս եկեղեցին, ծանոթ են համատեղում ես եկեղեցուն ու եկեղեցի հոգևորականին դերբսագի հետ։ Ոչ վաղ անցյալում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջնորդանիստն էր եւ ԱԺՊատգամավոր Գիղամ Մանուկյանի խոսքով դեռևս այդ շրջանից մեծ խորհուրդ ուներ զինվորականության համար, իսկ ծառատունկը պարզապես բնապահպանական նախաձեռնություն չէ, այլ շարունակվող կյանքի խորհրդանիշ։ Հատկապես եկեղեցու բակում այն կկապի անցյալը, ներկան եւ գալիքը մեկ արմատի շուրջ։ Նախաձեռնությունը, քանի որ Քանաքեռ Զեյթունի տարածաշ վարչական շրջանի դաշնակցության կառույցն էր, բնականաբար ամեն մեկի համար հոգեհարազատ էր Սուրբ Աստվածածինը, հատկապես ինձ համար որպես քանաքեռցի, հաշվառնելով նաև ինքնության պաշտպանությունը, այս տարածքը ինքը մեծ խորհուրդ ու մեծ պատմություն ունի։ Քիչ առաջ շիրմաքարից մեկն էին մերոնք փորձում ուղղել ավանդույթի համաձայն այստեղ Վերք Հայաստանի հայտնի աղասին է թաղված, այս ամբողջ թաղամասը Քանաքեռի պատմական թաղամասն է եւ մեր ինքնության այդ շարունակականությունն է։ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ բակում պահպանված տասնյակ խաչքարերն ու տապանաքարերը վկայում են սրբավայրի դարավոր հարուստ պատմության մասին։ Աղոթատունը վերակառուցվել է պարսկական տիրապետության շրջանում 1695 թվականին երկրաշարժից հետո։ Հիմնադրման կամ կառուցման նախնական վիճակի մասին որևէ այդպիսի ստույգ տեղեկություն չկա, չնայած մասնագետները ենթադրելով եկեղեցու պատերին ագուցված խաչքարերի հիշատակարաններից եւ հիշատակություններից ենթադրում են, որ 13-14-րդ դարի կառույց է եղել, որ ավերվել է Գառնի հայտնի երկրաշարժի պատճառով։ Բացի այդ, Զաքարիա Քանաքերցի պատմիչը հիշատակում է, որ Սուրբ Աստվածածի եկեղեցին եղել է վանական համալիր, վանք է եղել, որ միաբաններ է ունեցել եւ հարակից իր տնտեսական նաեւ հարակից կառույցներ է ունեցել, այստեղ դպրոց է գործել, որ պատրաստել է եկեղեցական խոնար աստիճան ունեցող սպասավորների։ Եկեղեցու շուրջը ամբողջությամբ եղել է գերեզմանատուն, որի մի մասն է պահպանվել անմիջական հենց եկեղեցու շուրջը գտնվող տարածքում, մնացած մասերը ժամանակին եւ խորհրդային տարիներին առավելապես այսպես ավերվել է եւ դրա տեղը բնակելի տներ են կառուցվել։ Տեր-Պսակը ողջունում է կամավորների նախաձեռնությունը, ցանկապատի երկայնքով տնկված շիվերը մի օր ստվեր ու շունչ տվող ծառեր կդառնան, ասում է քահանան եւ հրավիրում մասնակցելու եկեղեցու բարեկարգմանն ուղղված ձեռնարկներին։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։